առնվազն ԲՀԿ-ն պետք է ստանար մանդատներ։ Եվ ինչի եմ սա ասում, ժամանակը ցույց կտա, որովհետև ցանկացած այլ մաթեմատիկա միշտ էլ կարելի է փորձել ինչ-որ արգումենտ գտնել, ինչի հիմնավորել, հա, ինչ-որ տենց խելոք տեքստով հիմնավորել, որ գիտեք ինչ այս դեպքերում, ասենք, կա մի հատ դատական ակտ, հակասահմանադրականություն չեն քննարկում, այս փուլի խնդիր չի, բայց կրկնում եմ, բոլորի աչքի առաջա տեղի ունեցել գործընթացը, երբ որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղյակ լինելով դիտավորյալ չի կանգնացրել քվեարկությունը, հետո քվեարկության արդյունքները անվավեր է ճանաչել։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն, որ հետագայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցանկացած քանակի տեղամասերը ուղղակի անվավեր է ճանաչելու ինչ որ հանգամանքներում, որովհետև միշտ էլ լինելու են խախտումներ եւ ազդելու ընտրությունների արդյունքների վրա։ Մի քայլ էլ առաջ գնանք։ Ինչի է ընդամենը 2 տեղ անվավեր ճանաչել։ Իրականում ինքը մեծ ուրախությամբ 30 տեղ անվավեր կճանաչի եւ օրինակ Հայաստան դաշինքն էլ չէր հաղթահարի 8%-ը։ Մի հատ պատճառ կար դրա համար, որ դա չի արել։ Ընդամենը մի պատճառ։ Սահմանադրությունը երաշխավորում է 3 ուժի անցնելը ազգային ժողով։ Եթե երաշխիքը չլներ, համոզված եղեք 20, 30, 50 ինչ որ տեղամասերում ինչ որ խախտումների արդյունքներով անվավեր կճանաչի։ Եվ ԲՀԿ-ի հաջորդ քայլերի։ ԲՀԿ-ի հաջորդ քայլերի հետ կապված գործընկերները կներկայացնեն քաղաքական թիմը ինչ է անելու։ Առնվազն կա որոշումը վերջնականը ինչպես նշեցիք, իրավական գործընթացներ շարունակ մի քանի իրավական գործընթացներ կան կքննարկենք եւ դրանց հետ կապված գործողությունները հետագա պարզ կլինի։ Ցավոք սրտի Սահմանադրական դատարանը մասնակից եղավ կամ առնվազն չկանգնեցրեց ձայնագողությունը։ Այսինքն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զրկեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ունենալ ռեալ պարլամենտարիզմ։ Սահմանադրական դատարանը ունենալով հնարավորություն ձեռքը բռնել, չբռնեց։ Ինչից են վախեցել։ Ինչ ազդեցություն է եղել։ Ինչ գործընթաց է եղել, թե դա պայմանավորված էր Սահմանադրական դատարանի ոչ ամբողջ կազմով քննության հետ, թե դա պայմանավորված էր իմ բերած բոլոր հանգամանքներով, դա ժամանակը ցույց կտա։ Հայաստանում արդարության եւ անդրադարձության վրա վերջնականապես տապանակար դրվեց այս որոշմամբ, չեմ խոսում ժողովրդավարության, չեմ խոսում լեգիտիմության մասին, մնացած ներկայացումները կարծում ավելի։ Մանդատների բաշխման կարգի հետ կապված հարցը, դա նույնիսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար ակնհայտ էր։ Այսինքն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցանկացած անդամ գիտակցում է, որ վաղ թե ուշ այս հարցի վերաբերյալ իրենք ստիպված են լինելու տալ պատասխաններ, որովհետև երբ անվավեր է ճանաչվում ընտրական տեղամասի արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ, որը էական ազդեցություն է ունենում ընտրության ընդհանուր ելքի վրա, պետք է լիներ վերաքվեարկություն, բայց դա չեղավ։ Այն, որ այդ ամենը շտկելու հնարավորություն ուներ Սահմանադրական դատարանը, եւ ես ինչ որտեղ հակված եմ կարծելու, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ էր ցանկանում, որ այդպես լիներ, անդամները, որ հետագայում այդ հարցադրումները իրենց չներկայացվեն։